19-րդ դարի 80-ական թվականներից է սկիզբ առնում Չափարի պատմությունը։ Ոչ այնքան հարուստ կենսագրություն ունեցող գյուղն այսօր հարուստ կենսապայմաններ ունի։ 240 բնակիչ ունեցող համայնքի նորոգված մանկապարտեզ է հաճախում 24 երեխա։ Թիվն այս աճման միտում ունի։ Իդեպ ժողովրդագրական հուսադրող ցուցանիշները հիմք հանդիսացան, որպեսզի բարերար ծնունդով չափարցի Վարուժան Գրիգորյանը կառավարության համաֆինանսավորմամբ լցվի չափարցիների վաղեմի երազանքի իրականացմանը նոր դպրոց կառուցելու գործին։ 4 ամիս առաջ սկսված շինարարությունն այսօր այսպիսի տեսք ունի։ Պայմանավորվածություն ունենք 50% ես պիտի վճարեմ, 50% կառավարությունը։ Առաջին ֆինանսական ներդրումը ես եմ արել, հոկտեմբեր ամսին արդեն ընդհանուր տանիք կփակվի եւ կարծում եմ, որ նախանշված ժամանակահատվածում կշահագործվի, այսինքն գալիք 2014 թվականի ուսումնական տարեշրջանում։ Մեծ բերկրանքով են մեր ժողովուրդը այդ օրվան սպասում, նորակառույց շենքը հասկանալի է, որ ինքը ավելի մեծ պարտավորություններ կդնի մեր ուսուցչական կոլեկտիվ առաջ, որպեսզի նրանք ավելի բարեխճորեն մոտիկանան եւ այդ ավանդույթները, որոնք մինչ այսօր եղել են, պաշտպանեն։ Գյուղի նկատմամբ բարերարի ունեցած սրտացավ վերաբերմունքի եւ նվիրվածության շնորհիվ համայնքն ունի վերանորոգված գյուղապետարան, հանդիսությունների սրահ, նաեւ նոր ջրագիծ։ $100,000 արժողությամբ 5 կիլոմետրանոց ջրագծով շուրջօրյա ջուր է մատակարարվում չափարցիներին։ Հաճախ է հարազատ օջախում լինում Վարուժան Գրիգորյանը խոստովանում է, սիրտը չի կտրվում հայրենի եզերքից։ Հիմա էլ թեթև կոնստրուկցիաներով նոր տուն է կառուցում։ Գյուղի կենտրոնում Հրշեջ փրկարարական ջոկի համար կառուցվող շինարարությունը եւս բարերարի մտահղացումներից է։ Որոշեցի ֆինանսական իմ միջոցներով այդ տարածքում այդ կառուցել բոլոր իրանց նախագծած նախահաշվային բաներով, նախագծերով եւ նվիրեմ արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռին։ Ինչ խոսք նոր օբյեկտը ենթադրում է նաեւ նոր աշխատատեղեր։ Գյուղի համար կարծում որ 11 աշխատատեղը բավականին լավ ցուցանիշ է։ Բարերարը նպատակ ունի առաջիկայում ստեղծել նաեւ հիմնադրամ, ինչը լրացուցիչ աշխատատեղ է ապահովելու։ Վերաբնակեցման եւ ծնելիության խթանման նպատակով բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ինչպես Չափարում, այնպես էլ հարևան գյուղերում։ 1.5 ամիս առաջ կոչով դիմել է դրսում ապրող համագյուղացիներին։ Առաջարկել են, որ կառուցել իրենց հայրական օջախները։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ բոլորն էլ լավ արագ արձագանքել են, այս դրությամբ արդեն 20 ընտանիք վերակառուցվում է, շինարարական ընթացքում է, մեծ մասը պատրաստում են հաջորդ տարիների ընթացքում վերակառուցել իրենց հայրական օջախները եւ կարծում որ մենք հաջորդ տարիները լավ ցուցանիշ կունենանք եւ գյուղի արտաքին տեսքով եւ ինչու ոչ ժողովրդագրական վիճակով։ Դրա համար բոլոր նախադրյալները կան։ Չափարում բնակություն հաստատելու ցանկությամբ շատերն են դիմում բարերարին եւ համայնքի ղեկավարին։ Առաջիկայում Ռոստովից 2 ընտանիք է վերադառնալու։ Գյուղում հաստատվողներին բարերարն օգնում է։ Առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում երիտասարդ ընտանիքների նկատմամբ։ Օգտվելով քավոր իրավունքից հորդորում է բոլորին ունենալ 4 եւ ավելի երեխաներ։ Ես $10,000 օգնում եմ իրանց բնակարանները կառուցելու, որովհետեւ հետ եկողների գրեթե մեծ մասը ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, իրանց համար գյուղում ապրելը այսօր շատ հարմարավետ է, եւ պետք է նշեմ, որ գյուղում չկա երիտասարդ ընտանիք, ես կոնկրետ նկատի ունեմ երիտասարդ ընտանիք, որ աշխատանք չունեն։ Առաջի, երկրորդ, երրորդ ծնված երեխաներին $1,000 եմ տալիս, իրանց բնակարանների կառուցման, իրանց ընտանիքների անասուն առնելու, նաև մթերքով օգնելու, այդ ընտանիքները դա այդ հոգսերը ես լրիվ վերցնում եմ իմ վրա, նաև 4-րդ երեխան, որ ծնում է միանգամից $5,000 եմ նվիրում իմ կողմից։ Ասիրյանների ընտանիքը Չափար է վերադարձել Երևանից 2009 թվականին։ Բարերարի աջակցությամբ ստեղծել են իրենց փոքրիկ տնտեսությունը։ 2 երեխաներից հետո ընտանիքում համալրում է սպասվում։ Գոհ են հայրենի գյուղ վերադառնալու իրենց որոշումից։ Օգնել է անասուները գնել մեզ համար, գումարով է օգնել, տան հարցով է օգնել, եկել ենք այստեղ աշխատանքով բավարարել է եւ ինձ եւ ամուսնուս։ Մեծ ընտանիքի վերածված համայնքի բնակիչները օգտվելով իրենց համագյուղացու աջակցությունից տարեց տարի զարգացնում են իրենց տնտեսությունը, ապահովելով եկամտի լրացուցիչ աղբյուր։ Չափարցիները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։ Կան տնտեսություններ, որոնք մինչև 400 գլուխ խոշոր եղջերավոր ունեն։ Չափարցիների համար եկամտի աղբյուր է նաև մեղվաբուծությունը։ Միայն այս տարի գյուղում 18 տոննա մեղր է մթերվել։ Մենք լիարժեք մեզ արդեն
այս հողի ու ջրի տերն եք զգում, հաստատ ունեք քայլերը դնում, կատարում դեպի ապագա, ապահոված ենք զգում։ Գոհար Ռուստամյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։